Բարի օր, սիրելի հետևորդներ, այսօր մենք կխոսենք հատապտուղների էտի մասին, ինչ ենք անում, օրինակ, տեսեք այստեղ ազնվամորին է, բնականաբար մենք կտրում ենք առաջինը, տեսեք աչկերը երբ որ կան, աչքին հակառակ ուղղությամբ, այնուհետև առաջին հարկում, տեսեք, կան բավականին փոքր ճյուղեր, եւ եթե նայում եք, այս երկու ճյուղերը շատ մոտ են իրարից, միշտ հիշեք, եթե նույնիսկ երկու ճյուղերը բավականին առողջ են եւ մեծ, միևնույն է, եթե նրանք գտնվում են իրար շատ մոտ, մեկը անպայման պետք է հեռացնել, տեսեք, անմիջապես հեռացրինք, քանի որ այս մեկը չի հասնում 1 մետրի, այսինքն առաջին երկրորդ հարկին, հետեւաբար մենք արդեն կտրում ենք այստեղից եւ տեսեք, սովորաբար աշխատում ենք կապել, ամրացնում ենք հենց միանգամից կաթիլային համակարգից, մի անհանգստացեք, եթե խիտ է, դուք անպայման մեջտեղի բույսերը շատ հանգիստ կարող եք կտրել եւ հեռացնել, տեսեք, եթե նույնիսկ մենք կտրում ենք, դա չի նշանակում, որ բերքը նվազ է լինում, այսինքն բերքատվությունը դա այն է, թե հողում ինչքան սննդատարեր կա, եթե երկու ճյուղ իրար կողքի են, կոնկրետ, եթե այս տիպից պետք է մենք ստանանք, օրինակ, մինչև կես կիլոգրամ ամբողջ վեգետացիայի ընթացքում, մի ճյուղը կտրում ենք, հետևաբար այս մեկ ճյուղից կստանանք կրկին այդքան եւ պտուղները ավելի մեծ, ավելի խոշոր եւ ավելի ապրանքային տեսքով։ Նման էտը, նոսրացումը եւ էտը օգնում է նաեւ, որ քամին խաղա, այսինքն քամու հոսքը կատարվի ճյուղերի արանքում, որի արդյունքում նվազում է հիվանդությունների եւ վնասատուների քանակը։ Շնորհակալ եմ։